պոկում են շղթաները, պոետները եւ շները կատաղած գիշերվա մեջ համբարձվում են նրանց երկն աղոթք դարձած ու թրջում են պոետները եւ շները խենթացած այնտեղ ուր արդեն բացել է դրախտի դռներն Աստված։ Այս ընթերցման ընթացքում, ինչպես իմ գլխում, ենթադրում եմ նաև ձեր գլուխներում պտտվում էր այս խոսքերի մեղեդին, որոնց հեղինակը մեր սիրելի Ռուբեն Հաղվերդյանն է։ Ռուբեն Հաղվերդյանի ստեղծագործությանը, մասնավորապես խոսքերին, այսինքն այս երգերի տեքստային ուղեկցությանը նվիրված հաղորդում մենք շատ վաղուց էինք ուզում անենք եւ առիթը դարձավ Հաղվերդյանի ծննդյան 75-ամյակը, ինչի արդիվ իհարկե Ռուբեն Հաղվերդյանի շնորհավորում ենք եւ այսօր գրականագետ Արկմենիկ Նիկողոսյանի հետ զուգահեռ ընթերցելու ենք Ռուբեն Հաղվերդյանի երգերի խոսքերը կամ բանաստեղծությունները Արկմենիկ։ Ինձ թվում է բանաստեղծությունները նախ եւ առաջ, թեպետ ինքը գիրք հրատարակեց եւ վերնագրեց խոսքեր, բայց կարծում եմ դա մի տեսակ զգուշավորություն էր, հա, չմտնել, այսպես ասած, պոետների տիրույթ, բայց ես կարծում եմ, որ Ռուբեն Հաղվերդյանը, եթե երգերն էլ չլինեին եւ պարզապես հրատարակեր իր խոսքերը որպես բանաստեղծություններ, կլիներ մեր լավագույն բանաստեղծներից մեկը 70-80-ական թվականների, մանավանդ որ եթե ամեն պայմանականությունից վերանում ենք եւ նրա բանաստեղծությունների տեքստերը կամ այդ խոսքերը դիտարկում ենք այդ շրջանում մեր պոեզիայի ընդհանուր միտումների հետ թեմատիկ, գաղափարական, պոետիկայի նույնիսկ, ապա դրանք շատ ներդաշնակ են այդ ընթացքի հետ, ավելին պատկերամտածողության տեսանկյունից երբեմն նույնիսկ տեղ-տեղ գերազանցում են։ Այսինքն իսկ որտեղից է գալիս Ռուբեն Հաղվերդյանի պոեզիան, լավ, եթե դու ասացիր, մենք այստեղ տարբեր հետքեր կարող ենք տեսնել, իհարկե թեմատիկ բազմազանություն ունի Ռուբեն Հաղվերդյանի, այսպես ասած, պոեզիան եւ երգերը բավական բազմազան են, կարող ենք առանձնացնել, օրինակ նրան շատերը գիտեն որպես աշնան, երգիչ, աշնանային, ուրեմն այս բանաստեղծությունները, որոնք մի ամբողջ այսպես յուրահատուկ պատում են ստեղծում, եթե նույնիսկ կարող ես այդ երգերը համադրել եւ մի աշնանային պոեմ կստացվի թերևս կամ օրինակ Երևանցի այսպես երգիչ, նա ավելի հաճախ հիշում է իր հայտնի երևանյան երգերով ներս արի ինչ ես կանգնել, ինչ ես հիմա, կամ Երևանի գիշերներում հանրահայտ ստեղծագործությունը, կամ մանկական երգերով, որոնք էլի անչափ սիրված են, թզուկը, զատիկը, կապիկը եւ այլն, կամ ազատության նվիրված երգերը, կամ կիթառին, հենց իր արվեստին նվիրված, այսինքն բոլոր այն թեմաներ, որ իրականում շատ բանաստեղծների, այսպես ասած, ներկապնակում կան, եթե կարելի է այդպես ասել, ու նաև քաղաքական որոշակի սոցիալական խնդիրներին նվիրված նույնիսկ։ Գումար ենք սրան նաև որոշ երգեր Ռուբեն Հաղվերդյանի, որոնք իր տեքստերով չեն, ասենք Կեղևդ բաց հարած Ռազմիկ Դավոյանի, եւ սա հենց պատահական չհիշեցի, սա մի հուշող օղակ է, որը նրան կապում է 60-80-ականների մեր պոետական սերնդի հետ։ Ընդհանրապես երբ որ քո թվարկած թեմաներն էլ, մոտիվներն էլ այդպես համաբանում ենք, ապա շատ մեծ հարազատություն կա Հովհաննես Գրիգորյանի, Սլավիկ Չիլոյանի, հա, հատկապես եթե ավելի դասականոտ գնանք, բնականաբար Վահան Տերյանն այնտեղ նախև առաջնորդում Ամոսային կասեի, բայց այդքան չէ։ Ինչի օրինակ բան կա, երբ կա այս նկարում իմ տունն է եւ իմ դեղին այգին, որ եթե չեմ սխալվում, հենց շատ ուղղակի կապ ունի կամ ներշնչված է Ամոսայանի ստեղծագործությունից։ Այդուհանդերձ պատկերամտածողությունից զատ կա նաև որոշակի տրամադրություն, որովհետև տես մի էական բան, ես հիմա ասեմ, դու ուսամ ինձ հետ համաձայն կլինես, երբ որ գնահատում էին Վահան Տերյանի պոեզիայի նորությունները, նախ եւ առաջ դրա հատկանիշներից մեկը քաղաքայինությունն էր, հա, քաղաքային աշուն էր այդուհանդերձ, քաղաքային սերեր, քաղաքային բնապատկերներ էին, նույնը Ռուբեն Հաղվերդյանի մոտ էր։ Հիմա եթե Սահյան Ռուբեն Հաղվերդյան որոշակի զուգադրում անենք, կա պատկերամտածողության որոշակի տարեր կան, գույների, բաների նմանություններ կան, բայց տեղանքը, էությունը, սա ուրբանիստական բանաստեղծություն է, ուրբանիստական է Ռուբենի, Տերյանի ուրբանիստական բանաստեղծության է շատ ուղղակի առողջություն մի փոքր այլ։ Իսկ ինչ վերաբերում է այդ մնացած թեմաներին, էլի եթե այդ թեմաների այսպես կիրարկման պատմությանը նայենք, նույն Երևանը որպես բանաստեղծության թեմա իհարկե մի քիչ շատ ավելի վաղ սկսվեց դեռ 40-ականներից, հա, այդպես ծաղկող, նորացող Երևան, հատկապես սփյուռքահայ պոետների մոտ կար այդ մոտիվները, բայց 60-ականներին էր միայն, որ Երևանի կերպարը սկսեց ոչ միայն դիտարկվել այդ փառաբանությունների, չգիտեմ, վարդագույն տուֆերի եւ այլնի համատեքստում, այլ նաեւ որոշակի չասեմ սոցիալականացվեց, այլ
կոլորիտայնացվեց, հա, այդպես պետք չի այս դեպքում։ Եվ ձևավորվեց Երևանի այն կերպարը, որը մենք նաև ճանաչում ենք Ռուբեն Հախվերդյանի բանաստեղծությամբ, եւ Ռուբեն Հախվերդյանը ինչ որ ձևով ձևավորեց դա թերևս հյուրընկալ երևանցու դռները բաց, ոչ միայն հյուրընկալ, այլ նաև այդ կոլորիտայնությունը ես պատահաբար չշեշտեցի, դա վերաբերում է նաև օրինակ այնպիսի երգերի, որոնց մեջ ընդհանրապես Երևան բառը չկա, օրինակ Բարելույս, Տիկին Արուս, քո լվացքը չորացել է, հայացքի մեջ քո անհույս արցունքներդ քարացել է, սա հայտնի երգ է, հա, ճակատագրի մասին, չգիտեմ, միայնակնոց մասին, որը մաքուր, կոլորիտային, այո, երևանյան երգ է, որովհետև եւ երևանյան տեքստ է, որտեղ այդ բոլոր մանրամասները զուտ երևանյան են։ Մյուսը, ասենք, այդ ազատության թեման, ես եթե այսօրվա տերմիններից մեկով բնորոշում, դա քաղաքացիական, այսպես դիրքավորման թեմա է, որտեղով որի գծով արդեն Ռուբեն Հախվերդյանին շատ նմանացնում Սլավիկ Չիլոյանի հետ, հա, եւ նաեւ այստեղ այլաբանական լեզուն որոշակի սովետական մտավորականության բնորոշ։ Այդ դեպքում օրինակ կարող ենք հիշել նաեւ Ռուբեն Հախվերդյանի երգերին, այդ շրջանի երգերին բնորոշ մի շատ կարևոր հատկանիշ, որը այլաբանությունն է, հա, եւ որոշ երգեր հիշենք, օրինակ Գազանանոցը, հա, նույնիսկ ընձուղտը տարօրինակ երգ էր, բայց որ փակված էր վանդակում, դա արդեն երգ չէ, հա, որքան փակված երգեր կան վանդակներում, հա, եւ այդտեղ որոնք երբեք չեն երգվելու, բայց ի վերջո գայլի կերպարը կոնկրետ այդ երգում շատ այդպես այլաբանական է, գայլը հիշել էր Տափաստանն իր արցակ եւ խենթացել էր գայլը միայնակ եւ այդ ասենք այդ հակադրությունը, որը շատ տարածված էր խորհրդահայ այդ շրջանի մտածողության մեջ։ Հիմա նույնիսկ եթե վերադառնանք այն մյուս կարևոր կտորին աշնան թեմային, մենք առիթ ունեցել ենք այստեղ շատ խոսել եւ գիտես, երբ որ 60-ական թվականների մեր պոետները եկան եւ փորձում էին նոր գեղագիտություն բերել, նրանց ամենակարևոր այսպես գործերից մեկն էլ չարչրկված թեմաների նոր կյանք տալն էր, հա, չարչրկված թեմաներ, կլիշեացված պատկերներ եւ ամենակարևոր հատույթներից մեկը համարվեց աշունը եւ հիշում ես Հովհաննես Գրիգորյանի աշնան բանաստեղծությունները, որոնց մասին մենք խոսել ենք փողոցներում ծառերից կախվածը եւ այո, բոլորովին ուրիշ աշունը շատ ապրեց, շատ բնորոշ է նաեւ Ռուբեն Հախվերդյանի տեքստերին։ Ռուբեն Հախվերդյանի աշունն է, այո, շատ երգեր ունի աշնան նվիրված, նույնիսկ, չգիտեմ, երգում Հովհաննես, այո, շատ կա, բայց պատկերները հաճախ կրկնում են։ Այգի է, շրջբոլիկ, անցյալի ուրեմն իրեր, նկարներ, ուղեկցող շուն, այսինքն միայնակ մարդը այս պատկերների իր անցյալի հետ առերեսման եւ աշուն է նուրբ թելն է պահում, այն եղանակն է, որի միջոցով այս անցյալի հետ առորոշվում է եւ Երևանը կարծես թե իսկապես ամբողջանում է այս աշնանային տրամադրության մասին, թեև Երևանի մասին նաեւ ամառային բանաստեղծությունի շոկ Կիրակի, չէ՞։ Այո։ Իմ շոկ Կիրակի ես քոնն եմ միշտ, այո, այդ նշած կոլորիտային այդ տրամաբանության մեջ էր եւ այդ աշնան թեմային վերադառնալով դա տես արտակուստ նույն պատկերների միջոցով իրականում Ռուբեն Հախվերդյանը շատ կարևոր հատույթներ է բացում կենցաղի, կյանքի, հարաբերությունների, հա, նույնիսկ մեր սիրո կորցրած քաղաքի այն քաղաքի, այո, որը մերն էր, որը իհարկե հետագայում նաև մի ամբողջ այսպես գաղափարական գիծ զարգացրեց թե գրականության մեջ, թե գուցե երգերում, այսինքն Երևանը այլ չի, Երևանում այլ մարդիկ են ապրում, ամեն ինչ փոխվել է, այսինքն այս մի քիչ երևանցիական բանի արտահայտություն, այսպես մեծամտության գուցե արտահայտություն, հա, այսինքն այս Երևանի պատկերը կորսված Երևանի, այսինքն ինչ որ ժամանակ ինչ որ մի Երևան է եղել, որ այսօր չկա եւ այդ նշանները արդեն աղբանոց են նետված, օրինակ։ Այդպես, եթե այդպես մի քիչ կատեգորիկ նայենք, արդեն 40 տարի երգվում է, որ այն հին Երևանը չկա, հա։ Հա, որն է հին Երևանը, այո։ Եվ ասենք 20 տարի առաջ էլ են երգում, որ այդ Երևանը չկա, եւ եւս 20 տարի անց երգում են այն Երևանը չկա, այն 20 տարի առաջվա Երևանի մասին, այնպես որ սա բովանդակային երևույթ դիտարկելու զատ նաեւ որպես պոետական մոտեցում կարող ենք դիտարկել, որը Ռուբեն Հախվերդյանի երգերում շատ իշխող է։ Ես կուզեմ մի շատ կարևոր բանի մասին խոսել Ռուբեն Հախվերդյանի տեքստերում, դե խոսեցինք պատկերամտածողության մասին, բայց ունի սարսափելի ուժեղ համեմատություններ, հա, համադրումներ, ներդաշնակումներ պատկերների, որոնք իսկապես բարձրագույն պոետական դրսևորումներ են եւ ցանկացած
այսպես ամենախիստ դատող գրականության տեսաբանը կարող է այդ պատկերների մեջ ամենատարբեր շերտեր տեսնել եւ ես կարծում եմ որ նրա անգամ ամենասովորական այսպես ասած թեմաներով երգերն էլ հենց այդ համեմատություններն ու պատկերներն են բարձրացնում մեկ այլ մակարդակ։ Եվ այստեղ այս սովորական դու ասացիր եւ հիշեցիր նաեւ Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությանը մենք կրկին առիթ ենք ունեցել զրուցելու այս մասին, թե ինչպես սովորական կենցաղային փաստը, արտահայտությունը նույնիսկ մի քիչ գրեհիկ, մեկ էլ համադրվում է շատ գեղեցիկ քնարական մի պատկերի հետ եւ ստացվում է իսկապես շատ հետաքրքիր բանաստեղծական էֆեկտ եւ սա մենք տեսնում ենք Հաղվերդյանի երգերում եւ բանաստեղծություններում։ Նույնիսկ այն բանաստեղծությունները որտեղ ընտանեկան կենցաղային հարաբերություններ են, հա, թույլ տուր սիրելիս դուրս գալ փողոց, հենց այսպես առանց անձրևանոց շատախոս անձրևը մարդկանցից մաքրել է փողոցները, փողոցից մաքրել է տունն ու փոշին եւ ասեն գեզրահանգումը ինչ սոսկալի դժբախտություն է, ընտանեկան երջանկությունը եւ այլն, այո, բանտարկությունը, ընտանեկան երջանկությունը կամ այն Ռուբենի լավագույն երգերից մեկը, հա, հանդիպումը իր կնոջ հոր եւ մոր հետ, հա, նույնիսկ այս տեսակ գործերում սյուժետայնությունը, այո, հայրիկից հետ ես խոսեմ պատերազմից եւ կփորձեմ քո մայրիկի կարկանդակները եւ քո ծնողների իմաստուն կհասկանան, նրանք երբեք չեն հասկանա, որ այս փեսանուն խելագարը կամանա եւ եթե դու ինձ սիրում ես ոչ տոնական, այլ իսկապես քեզ կծեծեմ, կհայոյեմ առաջվա պես։ Այսինքն այս նույնիսկ այս համացությունների մեջ այս կենցաղայնությունը իհարկե այս նման դեպքերում նաեւ մեղեդին շատ կարեւոր դեր ունի, թե ինչ տոնով ես ասում, հա, որտեւ այստեղ էլ մի հետաքրքիր ֆենոմենի մասին եմ ուզում խոսել, տեսես խոսեցի հարազատության մասին այդ 60-ականների պոետների հետ, ամեն դեպքում երբ որ կարդում ենք այդ բանաստեղծությունները ինչ որ մի բան հնչում է, չէ, ինչ որ մի բանով թանկ է դառնում այդ բանաստեղծությունը մեզ համար ներքին հնչողությամբ։ Ռուբեն Հաղվերդյանի մոտ այդ ներքին հնչողությունը նաև արտաքինի վրա է, հա, եւ ինչն է հետաքրքիր, որ չափազանց ներդաշնակ են նրա մեղեդիները, դիպուկ եւ տպավորիչ եւ թերևս մենք օրինակ ամենից շատ, եթե այսպես վերցնենք երգեր կամ բանաստեղծություններ անգիր հիշում ենք երևի հայ գրականությունից, այո, Հաղվերդյանի այդ երգերի, բայց շատ սովորաբար հայ կներես, սովորաբար ասում են որպեսզի երգերի տեքստերը հիշվեն, այդ շատերից կլսես, հա, այս նորորյա տեքստ գրողներից բաներից, ասում են պետքա կրկնությունները շատ լինեն, ինչ որ པարզ բաների մասին ասվածն է, որովհետեւ կարողանան մարդիկ այդ երգերը հիշեն, բայց հիմա եթե Ռուբենի երգերի տեքստերը վերցնենք, ասենք կկատարվեն Բախտագուշակ կնոջ խոսքերը եւ Երջանի կարգայորդին քեզ կայցելի եւ Պարտեզում որտեղ բացվել են ծաղիկները, նա քեզ քնքուշ, այնպես քնքուշ կհամբուրի, երկու մի շատ կարեւոր բան կա էլի, որ պետք է նախ անհնար է այդ խոսել պարզության մասին Ռուբենի տեքստերի դեպքում, հատկապես բարդ փիլիսոփայական երգերում, օրորվիր մանկական երկարաշունչ են հաճախ այս երգերը ու երկարաշունչ են եւ այդ պրիպեվ կոչվածները քիչ ունեն, հա, բայց ամենահիշվող, ամենատպավորող գործերն են եւ նաեւ փիլիսոփայական խորքի մասին կուզեի ասել Ռուբեն Հաղվերդյանի երգերի, որտեղ իհարկե այդ տեսակ երգերը մի քիչ շատ չեն, կարելի է մատների վրա հաշվել, բայց դրանք ամենատարբեր շերտեր, օրինակ օրորվիր մանկության օրորոց երգը, հա, մեզանից էլ ջահելին պապերը հրաժեշտ չտալով հեռացան, հա, սրանք նաև պատմական, գենետիկ, ամենատարբեր, այսպես մշակութային կոդեր, այո, կրող երգեր են, որոնք իսկապես շատ խորքային են։ Գնում անհանգիստ ու մոլոր սարերի քամին։ Դե որ հիմա հիշենք շատ տեքստեր կհիշենք, ես այդ շատ ողբերգական զգացմունքային երանգներով ամենատպավորիչ երգերից այդ առումով եւ նաեւ բարդ իմաստով պոեզիայի թերևս վերադարձ, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում, նոր տարվա մասին, երբ որ տոնածառից կախված է։ Ամենացնցող երգերից էր, դա Ռուբեն Հաղվերդյանի այդ ալբոմում շատ քիչ երգ կար, կարծեմ 7 թե 8, եւ դրանից մեկ այդ բանաստեղծությունը, այդ երգն էր, այս տարվա քոնավերները մութն ու ցուրտն են իմ փոքրիկ, այս տարի պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք եւ այդ խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ եւ խաղի վերջում քո ճիճն է, ես սպասում եմ քեզ հայրիկ։ Սա տեսեք, երբ որ խոսում են գնահատումների մասին, գրականությամբ գնահատումների, հա, այդ process-ներին, որի մեջ ապրել ենք, սա ամենացնցող ընդհանրացումներից մեկն էր, որ ստեղծվեց 90-ականներին,
եւ պատերազմի դաժանությունը, չգիտեմ, այդ կորուստների դաժանությունը, ընդհանրապես այն հոգեվիճակը, բարեհոգեբանական մթնոլորտը, որի մեջ ապրում է մեր ժողովուրդը այդ շրջանում եւ հետագայում էլ ցավոք ապրեց, ահա այս փոքրիկ երգով, այդ փոքրիկ տեքստով Ռուբեն Ախվերդյանը կարողացրել նաեւ ժամանակաշրջան այսպես ամրագրել։ Քնարական հերոսը զարգանում է Ռուբեն Ախվերդյանի 70-80 90-ականներից հետո եւ արդեն մեր նոր ժամանակներում ինձ թվում է բավական կայուն է, այսինքն այդ Երևանցին է, այդ սիրահարն է, անցյալին կարճած մարդն է, որոշակի ընդվզումով բոլոր ժամանակներում ազատության համար պայքարող արվեստագետի, պոետի, երգչի ազատության համար պայքարող, թե ժամանակներն այդուհանդերձ չեն փոխվում, այ կրկնվում են, նույն պատերազմը մնում է, նույն ազատության խնդիրը մնում է հատկապես արվեստագետի համար, որոշակի մետամորֆոզներ այդուհանդերձ կան։ Իհարկե գլոբալ եթե ձևակերպենք չի փոխվում, որտեղ սա Ռուբեն Ախվերդյանական տիպ է, այդ քնարական հերոսը քո ասած, որը իրականությանը մոտենում է հետեւյալ կերպ։ Այլ հարց է, որ իրականությունն է երբեմն նորօրինաչափություններ պարտադրում։ Այդ օրինակ այդ առումով մենք զուգադրենք խորհրդային շրջանում ստեղծված այսպես քաղաքացիական երկերը ազատության մասին, տարբեր այսպես ընդվզումների մասին, ապա այդտեղ կտեսնենք իսկապես այդ բուն ընդվզումը, հա, կերպարը մարդու, որը ձգտում է ազատության, որին օրինակ 90-ականների կեսերին եւ վերջում փոխարինելու եկան մի քիչ ավելի հումորային երգեր, ես կասեի, ծաղրող, հեգնող երգեր, հա, օրինակ ընկերոջն հին ընկերի անգին ընկեր նախագահական ընտրություններ, այո, նախագահական ընտրությունների այդ նվիրված երգը, որը էլի հրաշալի տեքստում է։ Հետո մի շրջան կարծես թե ինչ-որ ճգնաժամ գուցե եղավ, որը ուղղորդվեց կամ հետո արտահայտվեց մանկական այդ ստեղծագործություններով եւ մանկական ալբոմով։ Ես չեմ ասի ճգնաժամեր, որտեղ 5 գաղափարների ճգնաժամ, բայց մանկական այս ալբոմը եւ այս ստեղծագործությունները կարծես թե նոր հնարավորություններ եւ շունչ հաղորդեց։ Ես դա համարում եմ Ռուբեն Ախվերդյանի երգի վերածնունդ, այդ մանկական ալբոմը 0-ից 100 տարեկան երեխաներին, որտեղ իսկապես մեծ աժոտաժ առաջացրեց, նաեւ այդտեղ ինչն էր հետաքրքիր, որ գործիքավորումներն էլ էին այլ կերպ արված եւ միայնակ գիտարի նվագակցությունը այս մանկական երգերում մի փոքր ավելի պոլիֆոնիկ բաների մեջ էր եւ իմ կարծիքով ստեղծվեցին լավագույն մանկական երգերից շատերը, հա, թեկուզ դու էլ հիշեցիր Զատիկը, Կապիկը կամ քիչ առաջ մի բան ստեղծունել է արտասանեցի, այդ բոլոր երգերը նոր որակ են, հա, ու դրանց տեքստերի մակարդակն էլ իսկապես մանկական երգի մեջ նոր որակ է, տես երկու կողմից կարող ենք նայել, մի կողմից օգտագործված է մանկագրության մեջ, մանկական երգի մեջ շատ այսպես տարածված կերպարներ, հա, Կապիկ, Զատիկ եւ այլն, այդ փոքրացնող, քնքուշացնող ինչ-որ մասնիկներով արտահայտություններ, բայց միևնույն ժամանակ անգամ այդ մանկական երգերը պահպանում են Ռուբեն Ախվերդյանի երգերին բնորոշ խոր փիլիսոփայությունը եւ անգամ են նույն Կապիկի մասին երգը կամ Զատիկի մասին երգը դրանք պարզապես ինչ-որ խաղային տարեր չեն ներմուծում երգի մեջ, այլ ունեն կոնկրետ փիլիսոփայություն, կոնկրետ ասելիք, հիմա ասենք Զատիկի մասին երգ եթե փորձենք հիշել, կլոր Զատիկ, կարմիր հատիկ, դաշտի մեջ մոլորվեց, դաշտի եզրին տեսա ծաղիկ, ծաղկի վրա քնեց։ Երգեր կան այստեղ։ Եվ այդ պատկերավորությունը Ռուբեն Ախվերդյանելի տեքստերին բնորոշ միանգամից այնպես անում, որ դու մտնես այդ երգերի տարածության մեջ, դրանք շատ իսկապես տպավորիչ եւ կարեւոր։ Շատ տպավորիչ եւ առինքնող են Ռուբեն Ախվերդյանի թե երգերը, թե բանաստեղծությունները։ Մենք մի շարք երգերի վերնագրեր կամ տողեր հիշեցինք, բայց այստեղ եթե սկսեինք արտասանել, մի քանի հաղորդում կպահանջվեր, բայց կարծում ենք բավարար է եւ կրկին խորհուրդ տանք, որ մեր հեռուստադիտողն էլ գնա, լսի եւ նաեւ ընթերցի Ռուբեն Ախվերդյանի երգերը եւ բանաստեղծությունները եւ շնորհավորում ենք Ռուբեն Ախվերդյանին։